չնայած Փաշինյան անընդհատ մարտահրավերները ձգտում է ուր գնացնել, այդուհանդերձ Գարեգին II փորձում է իրավիճակը պահել այսպես հանդարտ ընթացքի մեջ, ժամանակ շահել, որովհետև այստեղ շատ կարևոր է նաև ժամանակը, իրադարձությունները շատ արագ են փոխվում, եւ նաև պետք է հաշվի առնել, որ Նիկոլ Փաշինյանի համար սա նախընտրական փուլ է եւ եկեղեցու թեման ես առիթ եմ ունեցել ասելու նրա համար նախընտրական խաղաքարտերից մեկն է, այդ թվում արտաքին որոշակի ուժերի լոյալության հասնելու հարցում։ Հետևաբար չենք կարող բացառել, որ նախընտրական խնդիրները լուծելու դեպքում Նիկոլ Փաշինյանի մոտ մոտիվացիան այս հարցում կարող է որոշակիորեն նվազել։ Այսինքն այս ամեն ինչը պետք է տարբեր շերտերով դիտարկել գնահատելու համար, թե արդյոք կտրուկ գործողություններն են նպաստավոր իրավիճակը կառավարելու տեսանկյունից, որովհետև հիմա Գարեգին II-ի համար կա խնդիր կառավարել իրավիճակը։ Եթե պետք է գնալ իսկապես այդ հանդարտ հարաբերությունների եղած մեխանիզմները պահելու տրամաբանությամբ եւ փորձել այդ կերպ իրավիճակը կառավարել, թույլ չտալով Փաշինյանին թելադրել կամ խաղը մտցնել հենց ամբողջապես իր նախատեսած դինամիկայի սցենար։